Բարինդեկոս սիրելի բարեկամներ, այսօր Նարեկացի արվեստի միությունում մեծ միջոցառում է։ Գերաշնորհ Տեր Բաբկեն arczepiskopos, առաջնորդ Կանադայի հայոց թեմի, հարգարժան հյուրեր, բարձրաստիճան հոգևորականներ, սիրով ողջունում ենք բոլորիդ և շնորհակալություն հայտնում, որ այսօր այստեղ եք մեր կողքին և ընդունել եք մեր հրավերը։ Սիրելի բարեկամներ, այսօր այս գեղեցիկ օջախում, հատկապես մեզ համար թանկ, մեր թատերախմբի կողմից շատ սիրելի, թանկ այս կարելի ասել օազիսում արվեստի, տեղի կունենա Գրիգորի Նարեկա Վանից Վանականի Մատյան ողբերգության գրիչ Սայաթ-Նովա գրքի նմանահանության շնորհանդեսը։ Այսինքն Սայաթ-Նովան իր ձեռքով, ձեռագրով այն վերարտագրել է։ Գիրք, որի հրատարակման ճանապարհին բազում դժվարություններ հաղթահարվեցին և գաղափարից մինչև հույս ընծայումը տևեց 10 տարի։ Լուրջ գործ է արված։ Այս նախաձեռնումը Նարեկացի արվեստի միության Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի և Կանադայի հայոց թեմի համատեղ աշխատանքի արդյունքն է։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի 10,838 համարի տակ, այսինքն 10,838 համարի տակ գրանցված Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության այս ձեռագիրը ընդօրինակվել է 1761-ին Պարսկաստանի Գիլան նահանգի Էնզելի եկեղեցում 18-րդ դարի մեր մեծ աշուխ Սայաթ-Նովայի կողմից նրա ձեռքով։ Ձեռագրի հիշատարակարանում կարդում ենք. Գրեցա Իգիլան Անզալի եկեղեցին թիվ ՌՄԺ։ Ով ընթերցող հիշյա գծող Ստեփանոս Վարդապետիս, որ Սայաթ-Նովա ասին և հայրին Մահտիսի Կարապետ և դուք հիշյալ լինեք։ Այսպես է ուղերձել Սայաթ-Նովան հենց առաջին էջում։ Այսօրվա երեկոյին մասնակցելու համար հատուկ Կանադայից ժամանել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բաբկեն arczepiskopos։ Սիրելի բարեկամներ, միջոցառումը տերունական աղոթքով օրհնելու համար խոսափողը տրամադրում ենք Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն arczepiskoposին։ Խնդրեմ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երգինս ես սուրբ եղիցյան քո, եկեսե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երգինսի վերգրի, զհաց մեր անաբազոր դուր մեզ այսօր, և թող մեզ զբարդիս մեր, որպես և մեկ թողուկ մերոց սպարդաբանած, և մի դանիրыз մեզի փորձություն, այն բրգյազ մեզի չար է, զիքոյ է արքայություն և զորություն և պարկ, հավիդյանս ամեն, իմաստություն հոր Հիսուս, դուր մեզ իմաստություն, զբարիս կորհել, խոսել և գործել առաջկո համենայն ժամ, իչար խորհրդոց, իպանից և ի գործոց բրգյա մեզ և ողորմյա կարրացոց և մեզ բազմամեղացս ամեն։ Սիրելի բարեկամներ, հիմա խոսքը սիրով տրամադրում ենք Նարեկացի արվեստի միության գեղարվեստական խորհրդատու, երաժշտագետ, կոմպոզիտոր, մեր սիրելի մայեստրոին Դանիել երաժշտին։ Իդեպ Սայաթ-Նովայի Գրիգոր Նարեկացի այս գործում շնորհանդեսը, որի մենք նշում ենք, ձեռամբարված Սայաթ-Նովայի, այդ գրքույկին կա կից մի փոքրիկ, այդ գրքին կից կա մի փոքրիկ գրքույկ, որտեղ զետեղված է մայեստրոյի Սայաթ-Նովայի և Գրիգոր Նարեկացու ձեռքսեղմումը հոդվածը։ Հիմա մայեստրոնի կպատմի այդ մասին, խնդրեմ մայեստրո։ Նախ վերնագրի մասին
ես վերնագիրը վերցրել եմ Չայկովսկու հետ կատարված մի դեպքից։ Չայկովսկին Փարիզում էր մեծ երգչուհի Պոլինա Վիարդոյի հյուրն էր և նամակ է գրում, իր նամակում Նաջեժդա Ֆիլարետովնա ֆոն Մեկին նրա հովանավորն էր Չայկովսկու և նա գրում է, որ ես մոտ 3 ժամ անցկացրեցի Պոլինա Վիարդոյի տանը և Մոցարտի Դոն Ժուան օպերայի ձեռագիրը ըմբոշխնեցի և պատմում է, թե ինչպես էր նա հափշտակված և վերջում ասում է, կարծես Մոցարտը ինձ հետ խոսում էր և դա մի ձերքսեղմում էր դարերի միջով։ Հիմա մեր դեպքին շատ հարմար է գալիս։ Սայաթնովան Գրիգոր Նարեկացու հետ դարերի միջով ձերքսեղմում, այդ մասին է Հանճարեղ ձերքսեղմում։ Այո, հանճարեղ ձերքսեղմում։ Այո, հիմա ես շատ հայտնի թեմա է, միայն մի բան ձեզ ասեմ, որ հայտնի է, որ մեր ժողովուրդը բարձի տակ էր պահում, նույնիսկ նրանք, ովքեր կարդալ չգիտեին, բայց ես ասեմ, որ Ալեքսանդր Մակեդոնացին իր բարձի տակ պահում էր երկու բան, մեկը Հոմերոսի Իլիականը Տրոյայի պատերազմի մասին և սուր, մենք միայն գիրքն ենք պահել, սուրը մեր բարձի տակ չենք պահել, բայց հարատևել ենք և կհարատևենք, քանի որ ինչպես Թեքեյանն է ասում, եկեղեցին հայկական, որ ասում է խաչերն են դաշույն, մինչ զանգակները բոմբյուն, ուրեմն մենք առանց սուրի պիտի հաղթենք, որովհետև սուրն էլ մեջին է, ես ասեմ։ Հիմա Սայաթնովայի մասին կարճ, հետո ավելի կմանրամասնեմ։ Ես ուսանող էի Մոսկվայում, Սովետական միությունում կար մի հայտնի թերթ, լիտերատուրնայա գազետա, դա գրական թերթ, ամենաինտելեկտուալ հրապարակումները այդ թերթում էր շատ։ Եվ կար այնտեղ ես կիրակնորյա հավելված նեձելյա, շատ կոչվում էր։ Ես ինքս կարդացի, որ վելիկի ազերբաջանսկի պոետ Սայաթնովա, այ մարդին զարմացա։ Դեռ այն ժամանակներից ես փոքր էի, արդեն և այլ, հիմա ինչ եմ ուզում ասեմ, այս ինչքան մենք հրատարակենք նման բացառիկ գործեր, այնքան կամրապնդվի, որ դա մերն է, սա մեծ գործ է կատարված, որ համոզում են, նույնիսկ ամենավերջին մարդը, որ համոզում էր, ես ուզում եմ Սայաթնովայից մի քառատող կարդալ, տեսեք ինչ է ասում այս կապակցությամբ ինքը։ Աղոթրանին ով ուշնայե, չի ազատվի ախ ու վայեն, Սայաթնովան ինքը հայ է, իր հավատքին ամուր կանգնած։ Բայց տողերը, որ կարդում են, ոնց են գրում, որ հայ չի, ես զարմացնում։ Լավ։ Դա դիրա, որ ադրբեջանցին մատյանը արտադրել է։ Բայց ոնց է, որ ժողովուրդ չկա, բայց լեզու չկա, ժողովուրդ չկա, բայց գրողներ կան, հիմա ես հետ գամ, այսօր և Նարեկացի, և Սայաթ, պիտի անցուդարձ լինի։ Ես ուզում եմ ասեմ, որքան արդիական է այս, և Սայաթնովան, քանի որ ժամանակից վեր են։ Նարեկացի միության տարեդարձին, Նարեկը և
Սարոն մի համեմատություն արեցին, ես ուզում եմ պարտքով վերցնեմ, մի շաբաթով ձեր համեմատությունը, որ համեմատեցին այս մեր Նարեկացի միության գործընթացը, վերելքը հրթիռի հետ, հրթիռ։ Ես խոստանում եմ մի բան ավելացնեմ, կուրորեն չկրկնեմ լավ։ Նախկինում կային բազմաստիճան հրթիռներ։ Նարեկը ասում էր, որ շատ կարևոր է վառելանյութը, իմպուլսը, էներգիան, որպեսզի տանի։ Հին հրթիռները այսպես է, մի աստիճանը վառում էր, կայծը տալիս էր, մյուսը բռնկում էր, ինքը մոխրանում էր։ Հետո մյուսը սերունդը, իսկ ամենածայրում այդ խցիկներ, որտեղ, ես կասեի, Աստծո խոսքն է։ Այսինքն սերունդ, որ իրար փոխանցում են, իրենք այրվելով, ոնց որ քրիստոնեական խորհրդանիշա չեն, մոմի հետ են համեմատում, ինքդ այրվելով լույս տուր ուրիշին, ջերմացու ուրիշին, այդ կրակով մինչ օրս գալիս է այդ հրթիռը և թրթիռը, էդ էլ ասեմ, սրտից սիրտ, ոնց որ Բեթհովենն էր ասում, Սայաթ-Նովայի և Նարեկացու սրտից սիրտ, այդ ծիածանի կամուրջա այս գիրքը, որ դուք հրատարակել եք, ծիածանի կամուրջա երկու սրտերի միջև, Սայաթ-Նովայի և Նարեկացի։ Հիմա ինչու՞մ է Նարեկացու զարմանալի ուժը։ Արվեստի ուժը նաև այն է, որ մի ստեղծագործություն ծնում է հաջորդը և կյանքի է կոչում նորանոր հորիզոններ տեսեք, բացի որ Սայաթ-Նովան ազդվել է Նարեկացու ոճից, այդ որ նույն բանը շատ կրկնում է և էներգիան կուտակում է, այդ ոճը գալիս է Նարեկացուց, բացի որ Նարեկացին ազդել է գրականության, պոեզիայի, հոգեբանության վրա, ես ուզում եմ ասեմ նաև թարգմանությունները, զարմանալի է, որ Մատենադարանում ներկա է Նարեկացիա գիտական գիտաժողովի, որ անձամբ ես լսեցի հոլանդացին, ոնց է արտասանում առաջին գլուխը, հոլանդերեն, Սայաթ-Նովան։ Ես իր անունը գրել եմ մոտս, Տեո վան Լինդ, հոլանդացի։ Հետո ռուսները ինչքան են թարգմանել, Նաում Գրեբնյով, Լեոնիդ Միլ և Վլադիմիր Միկուշևիչ, թարգման մեկը չափածո, մյուսները վերլիբր ազատական չափով, ոնց որ Նարեկացուն մոտ է։ Եվ այլն, կարող եմ թվարկել, որ Լիտվայում թարգմանել են և կա աուդիո գիրք 12 ժամ է տևում բանը, մատյանը, լիտվերեն 12 ժամ, հայերեն չեմ կարող ասել։ Եվ Սիգիտաս Գետա լիտվացին թարգմանել է, և Անեմարի Բոստրյոն, Հորստ Լոտար Թևելայք, դրանք թարգմանել են հայ պոեզիայի ծաղկակար, Լեոն Մկրտչյանը, ռուսերեն էլ կա, բայց այդտեղ կա և Սայաթ-Նովա, և Նարեկացի հատվածաբար։ Հիմա ասեմ, նրա պոեզիան ոնց է երաժշտություն առաջ բերել։ Էդգար Հովհաննիսյանը ունի Գրիգոր Նարեկացի աղոթերգություն, նվագախումբ, երգչախումբ։ Հետո ես լսեցի, որ Մոսկվայում հանճարեղ կոմպոզիտոր ռուսահոգի Շնիտկե, Ալֆրեդ Շնիտկե, կյանքի օրոք արդեն հանճար են համարել իրանք, իրոք հանճար է, նրա ամենամեծ ստեղծագործությունը Նարեկացու Մատյան ողբերգության 3-րդ գլխի հիման վրա գրված աղոթերգությունն է, Քարամաս, ակապելա երգչախմբի համար, տիեզերահունչ ստեղծագործություն է, բայց սկզբում թերահավատ է, երբ որ ես լսեցի, որ Շնիտկեն գրել է Նարեկացու խոսքերով, ասեցի, ոնց կարելի է Նարեկացի խոսքերով երաժշտություն գրել։ Հիշեցի Ալբերտ Էյնշտեյնի դեպքը, ֆիզիկոս, որ մի երիտասարդ քիմիկոս եկել էր, պարծենում էր, որ ասում է, ես մի հատ հեղուկ եմ ստեղծել։
որ աշխարհի բոլոր նյութերը հալվում են մեջը։ Հալվում են։ Էշտենը մի հարց տվեց եւ ամեն ինչ վերջավ։ Ասեց իսկ այդ հեղուկը ինչի մեջ է սպառում։ Եթե աշխարհի բոլոր հիմա ես մտածեցի նարեկացու հրեղեն խոսքը ո՞նց կարող է շիտկեն հնչյունների մեջ պահի։ Չէ՞ որ նա ամեն ինչ հալեցնում է։ Կամ Նիագարան ոնց կարող է բաժակի մեջ։ Բայց երբ որ լսեցի, համոզվեցի եւ իրոք համարժեք գործը համաշխարհային 20-րդ դարի գլուխգործոցներից Նարեկացու տաղերը ինչքան կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի առաջի սիմֆոնիայում հավիտ մի պայծառ տեսի այսօր կլսենք մենք ըմբոշխնենք այդ տաղը որ հավիկա բայց արծիվի պես է հնչում էլի իհարկե հավիկը քարաթևին Սուրբ Հոգի սիմվոլ նաև կամ հավուն դա ոնց որ ակաղաղը կանչում է տատրակին հարսը փեսան հարսին սիմվոլը չէ եկեղեցին հարս Հիսուսը փեսա երկնային այս որ գալիս է երկերկոցից եւ այլ այդ սիմվոլները եւ Մանսուրյանն է ոգևորվել գրել եւ Երևան Երկանյանը եւ Ալեքսանդր Պիրումյանը Մոսկվայի ժամանակին մեր կոմպոզիտորներից Լևոն Աստվածատերյանը միայն հավիկը Սերգեյ Աղաջանյանը մի քիչ ես եւ տեսնում եք որ նարեկացին ոչ միայն ապրում է այլ ապրեցնում է այս հայ է նրա ուժը հիմա ես նաեւ ուզում եմ ասեմ որ Սայատնովա էլի անցնենք Սայատնովային ես շատ հայտնի նամակ Արամ Խաչատուրյանը գրում է Ալեքսանդր Արտյունյանը ես քեզ նախանձում եմ կոտիկ դու գրում ես Սայատնովա օպերա Խաչատուրյանը 10 տարի մտածել է բայց այդպես չէ որտեղ դժվարանում էր լեզուն Թբիլիսիայում բարբարով է օպերայում ոնց կլինի լեզվի հարցը բայց Ալեքսանդր Հարությունյանը համարձակվեց գրեց եւ ես հիշում եմ որ նոր էր պրեմիերան ես ներկա եմ եղել շատ կներեք մանրամասնում եմ բայց դա փաստ որ մի տեսարան կա Սայատնովա որտեղ Աշուղ Ֆաթուլլայի հետ մրցում է նա փորձարու պարսիկ այդ Աշուղը արևելքի մեջլիս եւ Սայաթը երիտասարդ տղա չէ որ նվագում է հիշում եք որ նա իր քամանչան տալիս էպիսի պատկեր կա որ պարտվում է եւ Սայաթը չի վերցնում եւ այլ հիմա հարց են տվել էլի որ ոնց է պատահել որ այդ օպերայի մասն է խոսքը որ այդ պարսիկ հանճարեղ Աշուղը պարտվեց Սայատնովային էլի եւ ինչքան գիտեմ Էդվարդ Միրզոյանը ես իրանից եմ լսել իր ոճը ասեց թե գիտեք ինչի է պարտվել Ֆաթուլլան չէ ինչ բանա որովհետեւ Սայատնովան երգում էր իր ստեղծած երգերը իսկ Ֆաթուլլան Ալեքսանդր Հարությունյանի ստեղծած Այսինքն չեն համարձակվել էլի Սայատնովայի կողքը դու էլ մի բան հորինես Արամ Խաչատուրյանը ավելի հեռուն է նայել էլի մի բան իմացել է ես տեսնում եմ դուք հոգնեցիք ես տեսնում էլ ինչ կարելի ասել որ տեսեք Շնիտկեն ոնց է արդարացնում թե ինչու է ինքը համարձակվել ասում է ես ուրիշ երաժշտություն էի պատրաստվում գրել, բայց վերջում ուրիշ բան ստացվեց։ Որովհետև ասում է նարեկացին բռնել էր ձեռքս եւ ինքն էր գրում։ Նարեկացու հոգին թևածում էր իմ աշխատասենյակում։ Այդ ասում է Շնիտկեն հանճարեղ։ Այսօր են աստեղ թևածում։ Այս որ նվագեն կզգանք։ Այս որ նարեկացու արվեստի ուժը
տիեզերական շնիտքերի խոսքերն ասա։ Եվ ասեմ, որ Նարեկացին շատ վերլուծաբաններ ասում են, որ ինքը ամենախորն է բացահայտել մարդու հոգի, երկատված, երկփեղկված եւ երկնքի եւ երկրի միջև տարապող մարդը։ Այստեղ ես մի փոքր բան գերմանացի բանաստեղծ կար Անգելոս Սիլեզիուս Միջնադարյան, որ ասում է ինչ հրաշք է մարդու սիրտը, այնտեղ Աստվածն ու Սատանան վաղուց են հարևան, Աստվածն ու Սատանան, ինչ հրաշք է, Նարեկացին իր արվեստում տվել է այդ հակամարտությունը, պայքարը, կավի և Սուրբ Հոգու միջև, չէ որ մարդը երկու բնություն ունի, կավը և երկնքի Աստվածի շունչը, այո, ու Նարեկացին հաղթահարում է իր արվեստով այդ հողեղենը, և փաստորեն այդ արտագրելը հատուկ իմաստ ունի։ Խորխե Լուիս Բորխես ասում է, եթե դու կարդում ես Շեքսպիրի մի նախադասություն, դու դառնում ես Շեքսպիր, եթե ճիշտ ես կարդում։ Հիմա Սայաթ-Նովան, որ արտագրում էր, դառնում էր Նարեկացի։ Դա արտագրողից է, շնորհքից է կախված, դու կդառնաս թե չի։ Տեսնում եք, որ արտագրելը այն ժամանակ, որ հիմա հարցնում ես, ասում է, այն ժամանակ քսերոքս չկար, այդ քեզ բան։ Իբրև եթե լիներ պետք է չգրեին մարդիկ, Սոլովոխին ասում է այդ կոմպյուտերներ բանն, ասում է ժամանակին Սագի Պետուրով հավերժական մտքեր էին գրում, իսկ հիմա հավերժական գրիչներով Սագի մտքեր են գրում։ Այս սա ցիվիլիզացիան էլի, եւ ասեմ, որ արտագրելը Յոհան Սեբաստիան Բախը շատ արտագրել փոքրուց։ Նա արտագրում էր իտալացի կոմպոզիտորներին եւ ոնց որ մի երաժշտագետ Ալբերտ Շվայցեր, ասում ախորժակը բացվում էր, ինքն էլ էր ստեղծագործում Բախը։ Եվ գիտեք, Նարեկացուն հաճախ են համեմատում Յոհան Սեբաստիան Բախի հետ։ Տիեզերական համար 1 կոմպոզիտոր ասենք։ Ով է համեմատում։ Կայսին Կուլիև, դա բալկար բանաստեղծ, ոչ թե բուլղարացի, կաբարդինո բալկար, որ ասում են։ Ինքը լինելով ոչ քրիստոնյա, ասում է, որ Նարեկացին Բախի պես խորհրդավոր է։ Հետո լիտվացի հանճարեղ Էդուարդաս Մեժելայտիսը իր հոդվածը գրում է խորհրդավոր է ինչպես Բախը եւ համեմատում ասում է այդ փոքրիկ խցիկի մեջ Նարեկացին այնպես էր աղոթում, որ դա հասնում էր եզերք ինչպես Բախի երգեհոնը մեծակերտ տաճարներում ասում է։ Տեսնում եք, այդ ուրեմն մենք շատ ծավալ չունենք, բայց եզերքի հետ մենք դեպի վերև ենք զարգանում ավելի շատ, քան հորիզոնական, այս սա է։ Ես ուզում ասեմ, շատ բան կարելի ասել, բայց ինչ կարիք կա, հիմա ես արդեն շտապում եմ երաժշտությունը լսեմ, հավիկը լսեմ, հավունը լսեմ, արդեն երաժշտության արքայության մեջ պետք է մտնենք, ես ձեզ շնորհակալություն եմ ասում, որ համբերությամբ լսեցինք, շնորհակալություն։ Ես ուզում եմ նշել, որ ծանոթությունների գլխում տեղ է գտել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան մեր մատենադարանի աշխատակից, մանրանկարիչ Լիլիթ Վարդումյանի կողմից գրված ձեռագրի պարունակության նկարագրությունը։ Եկեք հրավիրենք Լիլիթ Վարդումյանին։ Շնորհակալություն, իրականում իմ արած աշխատանքը շատ փոքրիկ է եւ չէի պատկերացնում, որ պետք է կանգնեմ խոսափողի մոտ եւ պատմեմ դրա մասին։ Դա մի աշխատանք է, որը ենթադրվում է, որ պետք է լիներ։ Դա պարզապես նկարագրությունն է Մատյանի։ Ես կուզեմ մի ուրիշ բանի մասին խոսել։ Նրա մասին, երբ աշխատում էի Նարեկացի արվեստի միությունում եւ
առաջին անգամ լսեցի Պողոսի գաղափարի մասին եւ հիշում եմ թե ինչքան ոգևորված էր ինքը եւ պատմեց նախապատմությունը թե ինչպես է ծնվել այդ միտքը իր մեջ որ անպայման պետք է դա հանրությանը ներկայացնի հիշատակարանը շատերին հասանելի լինի ցավում եմ ափսոս որ ինքը այստեղ չի ինքը կպատմեր դրա մասին բայց ուզում եմ ասել որ ես էլ շատ տպավորվել էի ու ոգևորվել դրանից եւ հետո հիշում եմ մեր խոսակցությունը Նարեկի հետ որ Նարեկը առաջարկեց ինձ զբաղվել այս մատյան ողբերգության ծերագրի նմանահանության աշխատանքներով եւ ես մեծագույն սիրով անցա գործի արեցի այնքան ինչքան որ կարող էի այդ սկզբնական շրջանում բոլոր այն աշխատանքները ինչ որ պահանջվում էին բոլորը արել եմ եւ ինչ կարող եմ ասել այս ծրագրի ազդեցության մասին երբ որ մենք մատենադարանում էինք 2016 թվականին եւ միջազգային կապերի բաժնում էինք եւ ներկայացրեցին գաղափարի մասին իհարկե հետո ներկայացրեցին մեր գաղափարը երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանին ով շատ արագ եւ մեծ սիրով մեզ տրամադրեց բոլոր ֆայլերը թվայնացված եւ մենք անցանք աշխատանքի եւ Պողոսի հետ որոշեցինք որ գիրքը բաժանում ենք ծրագրի ֆայլերը երկու մասի սկիզբը ես եմ կարդում ինքը երկրորդ մասը հետո փոխանակվում ենք մենք կարդում ենք այդպես չգիտեմ ինչի համար էինք դա անում բայց ասեմ որ առաջին անգամ ես մատյան ողբերգությանը կարդացի գրափարում գրափար շատ վատ գիտեմ բայց այդ ոնց նկարագրեմ այդ հնչողությունը այդ բառերի շարվածքը այդ ազդեցությունը լրիվ ուրիշ բան էր եւ հասկացա որ արժի որ մարդիկ նաեւ թեկուզ ոչ ամբողջությամբ հասկանալով նաեւ գրափար կարդան դե հետո արդեն անցած մնացած աշխատանքներին եւ շատ երկար ժամանակ փաստորեն պահանջվեց որպեսզի այս գեղեցիկ միտքը այս թանկարժեք նախաձեռնությունը կատարածվի որի համար շատ ուրախ եմ Նարեկ շնորհավորում եմ վերջապես այն լույս տեսա եւ էլ ինչ ասեմ չգիտեմ ուղղակի շատ ուրախ եմ որ ես հնարավորություն եմ ունեցել մասնակցելու սկզբնական աշխատանքներին գիրքը հրատարակության պատրաստելու բովանդակության ծանոթագրությունների դիզայնի հետ կապված աշխատանքներում մասնակից եմ եղել ինչի համար շատ ուրախ եմ եւ Աստծուն փառք եւ մի բան էլ ասեմ որ այս աշխատանքը փաստորեն պատճառ դարձավ որպեսզի ես մատենադարանի հետ կապը շատ վաղուց է եղել քանի որ մանրանկարիչ եմ եւ մշտապես մատենադարան մուտք ու ելք ունեցել եմ տարբեր առիթներով բայց հենց այս գրքի նմանահանության աշխատանքների կապակցությամբ մուտքս մատենադարան դարձավ պատճառ նրա, որ մատենադարանում սկսվեցին կրթական ծրագրերը երեխաների համար եւ բացվեց ծաղկելու արվեստ ստուդիան, որը մինչ օրս ես ղեկավարում եմ։ Եվ փառք Աստծուն, շնորհակալություն այս ծրագրին, այս նախաձեռնությանը Նարեկին, որ այդպես ստացվեց։ Շնորհավորում եմ բոլորին։ Առանձնահատուկ ուզում ենք շնորհակալություն հայտնել Տիգրան մեծ հրատարակչության տնօրեն Աշոտ Գասպարյանին, սիրելի բարեկամներ։ Օպերային երգիչ Պողոս Եղիազարյանին, դիզայներներ Կարեն Հակոբյանին, Վանատ Հանդիլյանին, Մարտիկ Դոլմաջյանին, Նարինե Տեր Գրիգորյանին, ինչպես նաև մեր Նարեկացի արվեստի միության աշխատակիցներին։ Շնորհակալություն։
Հակոբ Խալափյան։ Հարգելի հյուրեր, Նարեկացի արվեստի միության այս ցուցասրահում կողքին ներկայացված է ժողովրդական նկարիչ հրաշալի վարպետ մեր սիրելի Հրաչյա Ռուխկյանի Սայաթ Նովային նվիրված դիմանկարները։ Մի հետաքրքիր բան կատարվեց։ Մեծ վարպետի այդ դիմանկարը Սայաթ Նովայի իր պատվավոր տեղն ունի մեր բոլոր նշանավոր մեծերի, ասենք Վարդան Մամիկոնյան, այս մեծերի նկարների կողքին, եւ մեր ժողովրդի մեջ տարածվել է այսպիսի մի մտածելակերպ, քչերը գիտեն, կարելի ասել, որ դա պատմական, փաստագրական Սայաթ Նովան չէ, այլ վարպետի մտածածին, վարպետի երևակայության արդյունքն է։ Սիրով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր այս դահլիճում մեզ հետ ներկա են վարպետի Հրաչյա Ռուխկյանի դուստրը, թոռները, ծոռները, եւ եկեք ձայնը տանք վարպետի դստերը։ Խնդրեմ, Անահիտ Ռուխկյանին, որը մեզ կպատմի, թե ինչպես է ծնվել այս դիմանկարը, որքան ինքը հիշում եմ արդեն։ Սկսեմ 1945 թվականին, երբ Ռազմաճակատից վերադարձավ Հրաչյա Ռուխկյանը, թերթում կարդաց մրցանակաբաշխության մասին Սայաթ Նովայի կերպարը ստեղծելու, եւ նա անմիջապես ձեռնամուխ եղավ այդ սիրելի գործին, քանի որ նա շատ վաղուց ուզում էր ստեղծել, բայց երազում հայտնվեց Սայաթ Նովան, ինչպես Հանգիստին ուզենք, զգում եմ շատ։ երազում, տեսեք ինչ է տակիր է, երազում է այդ։ Այո, երազում է հայտնվել Սայաթ Նովան, երբ ժյուրի կազմում էին Նայիրի Զարյանը, Ավետիք Իսակյանը, Սարյանը և Սարյանը հենց պատգամեց երիտասարդ այն ժամանակ 30 տարեկան էր Հրաչյա Ռուխկյանը և պատգամեց, որ անպայման դուք պետք է ստեղծեք մեր հայ մեծամեծ դեմքերին, վաղուց մոռացված գործիչներին և հավատարիմ մնալով Ցարյանի պատգամին, Ռուխկյանը օրը գիշեր թերթում էր պատմության էջերը և տեսնում դրանց կերպարները և այսպես այսօր խոսացիք Նարեկացու մասին և ուզում եմ ասել, որ նա ստեղծեց Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Անանյա Շիրակացի, Մխիթար Հերացի և շատերի, Դավիթ Անարդ, Եղիշեն և այդ մեծերի շարքով ես օրացույց կազմեցի 12 հանճարների նկարներով հայրս նկարում էր և պատմության հետ քայլում էր, որովհետև դա ամեն ինչ ուսումնասիրում էր, նոր էր նկարը հանձնում կտավի։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ սերունդներին ուղղակի այդ նկարները ալբոմ չեց բերել օրացույցը սարքեցի, որ սերունդները ճանաչեն մեր Սայաթ Նովային, մեր Գրիգոր Նարեկացուն, մեր մեծերին, Մովսես Խորենացուն, իհարկե, և այդ մեծերի շարքը անվանեց Բուլ հանճարած Հրաչյա Ռուխկյանը և այսօր մենք պարտանում ենք այդ Սայաթ Նովա գետներով, որովհետև Սայաթ Նովա շատ խորը միտք է ունեցել, խորիմաստ, խորաթափանց և հոգեցույց, մի խոսքով ես շատ ուրախ եմ, որ այս կազմակերպությունը շնորհակալություն եմ ուզում հայտնել կազմակերպիչներին և ուզում եմ նշել և թոռս Դավիթը շարունակում է իր պապի գործը ստեղծելով հայկական ներնաշխարհը ցուցադրելով համայն աշխարհին ես դա համար շատ գոհ ու շնորհակալ եմ
Սիրելի բարեկամներ, մեր հյուրն է կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը։ Եկեք նրա կատարմամբ ում կնդրենք, ինչպես մայստրոն ասեց, որ անհամբեր սպասում ենք, Նարեկացու Հավիկը ստեղծագործությունը խնդրենք։ Երաժիշտ Հերբերտ Ասատրյանին, Նարեկացի Աբուն Աբուն։
Այսօր մեզ հետ է Սայաթ Նովա հաշվական երկի անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան։ Ես աշխուհագետ եմ, բայց ջիվանագետ առավելապես, բնականաբար Սայաթ Նովան իմ ուղեկիցն է և մեր ամենաանհասանելի մեծությունը։ Ես մի երկու դրվագ եմ ուզում խոսել, ձեզ հետաքրքիր շատ բաներ կա Սայաթ Նովայի մասին, շատ։ Սայաթ Նովա ֆիլմը շատ նպաստեց Սայաթ Նովայի անվան հանրահռչակմանը, սակայն այդ ֆիլմը համարյա Սայաթ Նովայի մասին չէ, գեղեցիկ հեքիաթ է հաճելի, որ ժողովուրդը նայեց և սիրեց Սայաթ Նովային։ Սայաթ Նովան այս ֆիլմում սովետական կարգերում ներկայացած է որպես Դոն Ժուան։ Սիրում էր թագավորի քրոջը, սիրում էր թագավորի դստերը, սիրում էր իշխանի կնոջը և այսպես, մինչդեռ մի շատ զորավոր փաստ է ասել մեզ, Սայաթ Նովայի տիկինը, մարմարը, երբ Սայաթ Նովան նշանակվում է Կախիի հոգևոր հովիվ, Կախի քաղաքի, դա Կախետի շրջանն է։ Ընտանիքը Թիֆլիսում էր, լավ լսվում է, չէ՞։ Եվ կինը Սայաթ Նովայի մատյանի մեջ մի այսքան ազատ տեղ կա, գեղեցիկ, շատ գեղեցիկ վրացերենով գրել է բառացի չեմ ասում ես, մոտավոր տեքստը, սիրելի Սայաթ, երանի հիմա իրար մոտ լինեինք և միասին աղոտ կանեինք։ Եվ այս ընտանիքի մասին ինչպես կարելի է ուրիշ բաներ խոսել, էլ չեմ ասում Սայաթ Նովային դարձնել Դոն Ժուան։ Նա սիրո մեծ երգիչ է, համամարտկային քաղաքակրթության ամենաբարձր աստիճանի վրա կանգնած, արևելքի մեծերի Ֆիրդուսու, Սաադիի, Նիզամու և մյուսների կողքին հավասար, մի օր մեր դուռը թակեցին փորձի ժամանակ, Սայաթ Նովա անսամբլի փորձի ժամանակ, ներս մտավ մեկը, ասաց պարոն Պողոսյան, Թուրքիայի կենտրոնական ալիքի թղթակիցն է և ցանկություն ունի ձեզ հետ զրուցելու։ Փորձ էինք անում, ասի համեցեք։ Եկավ և հենց առաջին հարցը Սայաթ Նովան էր։ Էֆենդի պրոֆեսոր ասաց, ես գնացի Թիֆլիս, այնտեղ ասացին, որ Սայաթ Նովան վրացի է։ Հետո գնացի Բաքու, այնտեղ ասացին, որ Սայաթ Նովան թուրք է։ Հիմա եկել եմ ձեզ մոտ, ով է Սայաթ Նովան։ Հարություն Սայաթ ջան։ Ասացի հարգելիս, իսկ նրանք ինչ փաստեր էին բերում, իրենց ասածը վկայակոչում էին ինչպես։ Ասեց, նրանք համոզված էին, փաստեր չէին բերում, համոզված էին ասում։ Ասեց սիրելիս, մենք համոզված ենք, բայց մենք գիտության, հնագույն գիտության, պատմության, գրականության ժողովուրդ ենք։ Աչքերս ասաց, զորավոր փաստեր ունեք, ասի միանշանակ։ Նախ թուրքերեն գրված իր Ջավսաթլամա բանաստեղծության մեջ Սայաթ Նովան ասում է հայրս ալեպցի է, հայրս հավլաբարձի է, հավատքս Հիսուսն է և անփոխարինելի։ Էլ ինչ եք ուզում սա։ Ասացի բացի այդ, թուրքը կամ վրացին կարող էր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր լինել և կրոնավոր, հոգևորական։ Ինչ փաստ ունեք այդ արդի, բայց գիտեք, որ փաստերով եք ապացուցում, ասացի քիչ հետո կգնաք մատենադարան, ես իմ բարեկամին կխնդրեմ կհանեմ Սայաթ Նովայի երկու ձեռագիր մատյանները, մեկը որ ավետարանն է, մյուսը Նարեկացու մատյանը,
որոնց վերջում ինքը թողել է հիշատակարան։ Բոլոր մոտավոր բարերով եմ ասում, կներեք բարացիչ եմ, բոլոր ընթերցողներին խնդրում եմ մեկ բերան ողորմի ասեն իմ ծնողներին և ներեն, ես Տեր Ստեփանոս Վարդապետ Սայաթյանս գրեցի Սուրբ Մատյանս այսինչ թվականին, այսինչ Էնզելի վանքում և այլ և խնդրում եմ ներեք ծերունուս վրիպակներն ու սխալները այդպիսի բազդում եք, ասի իհարկե ունեմ, ասի գնացեք Մատնադան և գնացել Մատնադան նկարել են, հետո իմ ընկերը, որ պոլիսեցի է Պողոսը, ասաց, Մարոն Պողոսյան գիտեք չէ, ձեր այդ հարցազրույցը թուրքերեն թարգմանությամբ գնաց ամբողջ, ինչով, Սպուտնիկը ոնց էր։ Արբանյակային հեռակապով ամբողջ աշխարհի թուրքերի համար։ Ասի ուրախ եմ, թող իմանան մենք օրենք, թուրքերը ավելի շատ թող իմանան, ճանաչեն ու զարմանան և վախենան մեզանից։ Շնորհակալություն Պարոն Պողոսյանին Մովանդակալից ելույթի համար, իսկ այժմ ելույթ կունենա Նարեկացի արվեստի միության Նովա ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտներ Մանե Ստեփանյան, կանոն, Արմինե Ավակյան, այո, Արմինե Ավակյան, կանոն, Մենիկ Ավետիսյան, թավջութակ, Սերգեյ Փանոյան, ժողով, մեր սիրելի Նովա անսամբլի երաժիշտները կկատարեն մեզ համար Սայաթ Նովա «Յիսկանչում եմ Լալանին» և «Բրոյի» մշակումը Շուշանիկ Սաղաթելյանի։
Ուրեմն Սայաթ Նովայի մահվանից անցել է 230 տարի, ժամանակների ընթացքում տարբեր մարդիկ գրանցել են նրա երկրը մեր ժողովրդի միջից։ Վերջին երգը ես գրանցեցի 1986 թվականին Գյումրիում Աշվագետ, Սայաթ Նովագետ, Կարապետ Դուրգարյանից շատ համոզելով, մի քանի օր գնալով, խնդրելով, ասում եմ, տղաս, բալիկ ջան, ես կհրատարակեմ կունենաս, ավաղ 2 տարի հետո երկաշարժ եղավ, և ինքը կործանվեց տպարանում, և գիրքը, անհայտացան, բարեբախտաբար, կինը սաստեց, ասեց այս երիտասարդը քանի օր է գնում գալիս է, պիտի երկես, և ձայնագրեցի փառք Աստծո, սքանչելի մի գործ։ Սիրելի բարեկամներ, պատահական ոչինչ աշխարհում չի լինում, զարմանալի ձևով ես այստեղ եկա նարեկացու փորձից։ Տեսեք ինչ է։ Այսօր այս դահլիճը լցված է Սայաթ Նովայի շնորհիվ նարեկացու շնչով, երկու հանճարների միացումն է կարծես։ Մենք մեր Սուրեն Քոչարյան պոեզիայի թատրոնում, որը ծնունդ է արել այստեղ նարեկացի օջախում, գրողների միության դահլիճում փորձ էինք անում եւ մենք պատրաստում ենք նարեկացու մատյանը՝ ի խորոց սրտի խոսք Աստծո հետ, այսպես հատվածաբար սարքել ենք մի կոմպոզիցիա պոեզիայի թատրոնի լեզվով, զբաղված են մեր լավագույն ասմունքողներից 4 հոգի, թողների ինձ Սրբազան հայրը, կարծես քառաձայն մի պատարակ լինի, գրափար հատվածներ կան եւ աշխարհաբար Վազգեն Գևորգյանի թարգմանությամբ, եւ անել ենք, անում ենք դա մեր այս դժվարին բարդ ինչ որտեղ ոգու սովի ժամանակներում, որպեսզի որ ասում ենք մենք նարեկացի ունենք, մենք նայ, բայց ինքը չի կարդացել այդ ասող բարձր, լավ է որ բարձրանում է հայավարի, բայց ով է կարդացել, քանի մասն են կարդացել, ճիշտ ասեց, ժամանակին մեր մարդիկ մեկուց անգրագետ դնում էին բարձի տակ, բուժվում էին դրանով, այդ հարգալից վերաբերում։ Մի զարմանալի փաստ էլ ասեմ, չչարաշահեմ ձեր համբերությունը, բոլոր ժամանակների մեր մեծերը, ինչպես ասեց մայստրոն, ձեռք են մեկնել դարերի միջով նարեկացուն։ Այդպես արել է Սայաթ Նովան, այդպես Թումանյանն է պատկառանքով խոսել նրա մասին, այդպես արել է Չարենցը, այն Չարենցը, անաստված Չարենցը, բոլշևիկ Չարենցը, աթեիստ Չարենցը իր դժվարին, դժոխային կյանքի վերջին տարիներին գրել է հանճարեղ մի շարք, ինչպես դարեր առաջ վկանարեկացին, քեզ եմ հղում ողբս, ով արարիչ, հանճարեղ մի շարք է նրա նարեկացու ոգով գրված, Շիրազը մեր խենթ ու խելար, սարսափել են, ասում ես սարսափում եմ նարեկացուց, երբ գիշերը կարդում եմ, ես սարսափում եմ նարեկացու տիեզերական հզորությունից, բայց Շիրազը Շիրազ չէր լինի, որ համեստորեն չասեն, երկու բոյետ գիտեմ, ես եմ, ինձնից բարձր նարեկացին է, ինչ համեստություն չէ, համսարսափում է, Սևակը, մեր հզոր Սևակը, մեր հրաշալի Սևակը, որի մասին ինչ-որ ներողություն արտահայտությունից հաճոցներ եմ լսում, Սևակը բանաստեղծ է, կամ Սևակի գործերը ինչու եք դուք վերցնում այն որոշ գործեր, որ այսօր Սևակը այնքան է ծեծվել, այնքան է մի քիչ մակերեսային, որ կասեր եղբայր դրանք դրել եմ ժամանակին, իսկական Սևակի խորությունը չերկացնեմ խոսքս։ Ոնց կարելի է ասել Սևակը ինչ բան, իսեր Աստծո դառեք, եւ ինչու եմ ես սա ասում, մեծերը ինչու են միշտ դարերի միջով հրաշալի ձևով, ասում եմ, չես մարդուց ես միշտ սովորում եմ, բայց չեմ խենոթանում։ Դարերի միջով ինչպես են ձեռք մեկնել հանճարները, գիտեք ինչու, յուրաքանչյուրը մեր թվարկածս այդ մեծերից, յուրաքանչյուրը իր ժամանակի ողբերգության մեջ, ցավոք մեր պատմությունը հա ողբերգություն է, շարունակում է այսօր իրոք որ շատ դրամատիկ ողբերգական շրջան ենք ապրում։ Նրանցից յուրաքանչյուրը իր ժամանակի ցավը, վերքը, համահճում գտել է նարեկացու մեջ, սփոփվել է նարեկացու ու ասել է այն մարդ ոնց որ այսօրվա մասին գրածնի։ Եկեք հակիրճ լսենք նրան մեծն նարեկացուն շնորհիվ Սայաթ Նովայի այսօր եկեք հաղորդակցվենք նարեկացու խոսքի հետ, մենք էլ այսօր համոզվենք մեր մեծերի պես եւ մի պահ լսենք հասկանանք թե ինչքան այսօրվա համար է։ Կարծես նա մեր այսօրը զգացել է եւ այսօրվա համար է գրել։ Ասում է
ահա ճարակող քաղցկեղի նման, հանցանքից վերքերն անցել են բոլոր օրինակներից և տարածվելով լապել լիովին անդամներս ողջ չկա տեղուճար։ Չի կսպեղանի Իսրայելի պես, որ դրվի անչապ իմ խարաններին, հիմնախ խարսխից ազդրերիս, մինչև ծայրագագաթը մարմնի շինության չկա այլևս որևէ առողջ կամ բժշկության պիտանի մի տեղ, լսիր ողորմած, օրհնյալ բարերար, ով երկայնամիտ անմահ թագավոր Աստված իմ Տեր, լսիր դու լսիր, վշտագնած սրտիս այս ողորմաղերս աղաչանքները, որ անսկությանս մեջ ուղերձում եմ քեզ, աղաչում եմ քեզ, ջարդված, խորտակված, լուծված հողանյութ անոթիս նորեն, Տեր, Աստվածաբար վերստեղծելով հրաշակերտիր, ինձ որ պատկերդ եմ մեղքով հնացած, քուրաներիդ մեջ ձուլիր վերստին խոսքիդ հրայքով, չար գործերիս տեղ նույն փոխտվությամբ մի հատուցիր ինձ, թափիր բարերար մահվան բաժակիս թամրաբեր մրուրն անորելության, որ վերջին օրը հատուցման ժամին քոնը չքամեմ, ինչպես համարեմ ես ինքս ինձ մարդ, երբ կարգն եմ տասված տամարտիների, կամ ինչու պիտի բանական կոչվեմ, երբ հիմարությամբ իմ ամբանների կցորդն եմ միայն, ինչպես կարող եմ անվանվել տեսնող ես, որ իմ ներքին լույսերն եմ մարել խավարել, կամ ինչու պիտի ունենամ համբավ զգայականի, երբ իմացության դռներս են փակված, ինչով կարող եմ ցույց տալ ինձ որպես անեղծի տիպար, երբ անձնասպան եմ եղել հոգեպես, ես անձնասպան եմ եղել հոգեպես, ինչպես մի օտար իմաստասերի բարգոք չթված չար համարել մահը, եթե հասկացված, գիտակցված չէ այն, ես էլ իմ խոսքով նույնն եմ հաստատում, քանզի անզգա անասունի պես մեռնում ենք և չենք զարվում, կորչում ենք և չենք սարսափում, թաղվում ենք և չենք խոնարհվում, եղցվում ենք և չենք ափսոսում, տարագրվում ենք և չենք տագնապում, գնում ենք, չենք զգուշանում, գերվում ենք և չենք էլ զգում, այս Աստծո ճամփից խոտորված երկրում ներկան անգոյ է, անցյալ անհայ, գալիքն անստույկ, ես անհամբեր եմ ես, իսկ գերությունս խիստ թերահավատ, ոտքերս էլ անհաստատ, մտքերս էլ ցնդած, կրքերս բռնավոր, բարքս անժուշկալ, մարմինս ամբողջ մեղք է մակարդված, բնակարանս կավևեն է, իսկ անձրևներն ուժգին, անդվելին իմ կարիքները, պատահարներն են ամենագրավ, միտքս է չարամետ, դենչերս պարատյաց, կյանքս միորյա, զվարճություններս աննշան, չնչին, խապվում եմ անվերջ, հիմարի նման, խաղում եմ վրաս, ինչպես մանկական խաղալիքի հետ, աշխատությունս է իզուր, ընդունայն, իսկ վայելքներս փուչ երազային, ամբարներս լոկ ոչնչով են լի, պահեստներս հողմով, ինքս նման եմ դարձել ստվերի, իսկ կերպարանքս ծիծաղելի է, մի բեր ողորմած ինձ օր տարաժամ, այնքան շուտապույր, որ ես անվաստակ ձեռնայնությամբ անցնեմ այս կյանքիս թերավարտ ուղին։ Մի մատուցիր ինձ ծարավիշ ժամին դառնության բաժակ, մի փակիր գթած
հաջողության դուրն հոգեշահ գործիս եւ թող դարանի ցանկացնեն ելնող ավազակների ասպատակի պես մահվան գիշերնից վրա չհասնի թող չպատճառնի ինձ հանգիստը մահ եւ ոչ էլ նինջը կործանում բերի եւ ոչ էլ քունը մատնի կորստյան նիրնապականի թող որ վախճանը անպատեր ժամին չարշավի վրաս եւ ոչ էլ շունչս վեր արձակվելիս մերժված ու լքված կրկին իջնիցած ընդունիր մատյանն այս ողբերգության բավերագրին հաստատիր կնքիր այն իբրև արձան հավիտենական ընտիր ու հաճո գործերիդ կարգում թող որ արջևդ լինի մշտապես եւ լսելիքիդ հնչի շարունակ խոսի շուրթերով քո ընտրյալների հրեշտակներից դեզվով բարբարի թող տարածվի քո աթոռի հանդեպ եւ ընծաբերվի քո սուրբ սրահում խնկի տաճարում անունդ գրող ու բուրի փառքիդ սեղանի վրա թող որ հրճակված հասնի ազգերին ժողովուրդներին քարոզվի լուր տպվի դռներին բանականության եւ զգայության սեմերի վրա դրոշմելի ամուր ու թեպետ որպես մի մահկանացու ես Գրիգորս Նարեկավանքի պիտի վախճանվեմ, բայց այս Մատյանիս հարակայությամբ կմնամ անմահ, ժողովուրդ, դուք պատկերացնում եք այդ համեստ կրոնավորը, որ ընդամենը 53 տարի ապրել 54 951-ին ծնվել է 1003-ին մահացել, ինչ անում, 57 տարի ու ձերունք են երևում տանջված տառապած այդ համեստագույն մարդը ասում է թող հրճակված հասնի ազգերին ժողովուրդներին քարոզվելու նա իմացել է իր հանճարի էությունը դրա համար գոռոզ հպարտ կաթոլիկ եկեղեցին նրան դասեց տիեզերական սրբերի շարքը արևելից եկենին եւ արցանը դառնեցին խորին խոնարհում մեր նարեկացուն հանճարեղ եւ Սայաթնովային խոնարհում որ այսօր նարեկացիացրեց մեզ կրկին մեր հրաշալի օջախի պատճառին մեղամորին զայնական մեր նարեկացությանին Սիրելի կարող եք եկել մեր օջախ համոզված եմ որ բոլորս զգում ենք ներկայությունը Սուրբ Գրիգոր Նարեկացու եւ Սայաթնովայի եւ մեզի համար մեծակույն բադիվ է որ Տերը Իսուս Քրիստոս մեզ ուղարկել է իր հոգևոր հովիվը հերու հերուներից խոսքը կերաշնոր սրբազան հոր մասին է Կանադայի հայոց թեմի բավքեն Եպիսկոպոս Արքեպիսկոպոս կներեք բավական ուզված եմ դու ես ինձ մանհեց ուզում ես խաղում ես նորմալ հաստատված եմ եւ ներշնչված այս խոսքերից մեղեդիներից եւ ուզեի մեր երախտագիտությունը երախտաբարդությունը հայտնել սրբազան հոր որովհետև եթե իր շնորհքը չլիներ ես այսօր այս մատյանը այս տպագրությունը այս հրատարակությունը իմ ձեռքիս մեջ չեր լինի ես անդրադարձա որ մենք ոչ մի տեղ չենք զետեղել իբրև նմուշ կոնեմ Եվ կարող եմ մարդիկ այստեղ լինեին ասում են, արդյոք իսկապես գոյություն ունի այս հրատարակությունը, որ խոսք է գնում այսքան։ Եվ ուզեցի անպայման այս նմուշը, այս օրինակը ցույց տալ եւ ասել, որ մենք ունենք
շատ հազվագյուտ, շատ քիչ օրինակներ, որոնք պիտի նվիրվին յուրահատուկ մարդկանց եւ արժանի մարդկանց, նամանավանդ նրանք, ովքեր մասնակցել են։ Եվ առաջինը ես կուզեմ նվիրել ձեզ։ Այս նախաձեռնությունը, այս գաղափարը 2016-ին ծնավ։ Մի գեղեցիկ օր Պողոս Եղիազարյանի հետ զրույցի ընթացքում ինքը դեղեկացուց, որ Մատենադարանում կա հրաշալի մի մադյան ողբերգության հենց ընթորինակությունը Սայաթ-Նովայի կողմից։ Եվ երբ որ ես այդ լսեցի, ինձ մոտ գաղափար առաջացավ, որ ոնց կարելի է, որ մինչև այսօր հրադարագություն ու գոյություն չունի։ Եվ մենք գրելով Սուրբ Գրիգոր Նարեկացի անունը, ոնց որ մեզ համար բարդականություն, այդ միտքը հղացավ, որ մենք անպայման կյանքի կոչենք այդ ամեն ինչը։ Եվ աշխատանքները սկսեցին, եւ բարեփոխտաբար Լիլիթը այդ ժամանակ Նարեկացիում աշխատում էր եւ նաեւ Մատենադարանում արագ ստեղծվեց կապը իրենց ինստիտուտի հետ, Մաշտոցի անունի, եւ այդ աշխատանքները սկսեցին Բողոսի հետ եւ ծեր միասին եւ մասնակցեցին այն բոլոր անունները, այն մարդիկ, որոնք արդեն նշեցին իրենց անունները, Կարենը, դիզայներները եւ վերջում անշուշտ մեր նարան կյանքի այս ամբողջ գեղեցկությունը, որ այսօր ձեր ձեռքում է, մեր սիրելի նարան, որ այստեղ է իր տաղանդը եւ այս տարիներու աշխատանքը մի օր կանգնեց։ Ուզում էի բացի չի կարող։ Կանգնեց մի օր։ Ինչ պատճառներով։ Գլխավոր պատճառը լավ Խոստովանի ֆինանսականն էր, որովհետև ինքը հրատարակության համար բավական լուրջ գումար էր պահանջում։ Ինչ մեղքս թաքցնեմ, արդեն կիսվում եմ ձեր հետ բոլորի։ Եվ մի քանի տարի այդպես ինքը քնեց։ Եվ մի գեղեցիկ օր Վահագնի տիկնոջ Դանիայի հետ եւ վստահ եմ Վահագնի հետ ես չգիտեմ Դանիան ուր է այս բանը, որտեղ ինքը սիրում է թաքնվել։ Դանիայի հետ կիսվեցի այս գաղափարը եւ ինքը շատ ներշնչվեց, ոգևորվեց եւ ասեց հələ մի րոպե։ Բայց ինքը սպիրկահայ է, ասա, չէ, գեցիր մեկ վարյան։ Եվ սա ես գաղափար ունիմ եւ գտիմեմ մեր առաջնորդին։ Եվ ինքը դիմեց։ Եվ ի վերուստ ես համոզված եմ, որ այս ամեն ինչի մեջ կա նախախնամություն եւ փառք Տիրոջ, Աստծո հազար փառք, որ ուղղորդվեց դեպի մեր առաջնորդը եւ այսօր մեր հոգեվոր հովի ուղարկված հենց Տիրոջ կողմ է, մեզ ընծայեց այդ օրհնությունը, աջակցությունը եւ այդ ամեն ինչի շնորհիվ ծնավ այս հրատարակությունը, որում համար մենք հարատև կմնանք երախտապարտ։ Շնորհակալություն ձեզ։ Գրիգոր Նարեկացի, գիտեք, մեծությունը այսօր իմ բարամթերքս, բարաբաշարս չի հերիքում, որ ես այդ մասին խոսիմ, բայց քանի որ բանաստեղծներու մասին հետաքրքիր բաներ հնչեցին։ Մի հատ դրվագ, վստահ եմ շատերդ գիտեք, հետի հիշեցի, ուրեմն մեր մեծ բանաստեղծները հավաքված են մի սենյակում, Դանիել Վարուժյան, Սիամանտո, Տեկեյան, Թումանյան, անունները գներեք, եթե չհիշեմ, եւ հանգարց մտնում է, ասենք, Ավետիքի Սահակյանը եւ
ասում է դու բանաստեղծ չես, դու բանաստեղծ չես, դու բանաստեղծ չես, դու բանաստեղծ չես, ես բանաստեղծ չեմ։ Թումանյանը ժպիտով նայում ասում է կարող ա դու էլի նարեկացի ես գարթացել։ Եվ մենք բոլորս քաչ գիտակցում ենք, որ Մատյան ողբերգության Սուրբ Գիրքը ինքը Աստծո Սուրբ Հոգով է գրված, ուղղակի նարեկացի ձեռքերով, որտեղ մարդ արարածը այդքան չի կարող աստվածային լինի։ Եվ այս հրաշալի երևույթը, որ Սայատնովան հանդգնություն է ունեցել մոտենա, դա կնշանակի այդ իվերուստ իրեն դրված առաքելությունը բարձ է երևում, որ ինքը շնորհ է իրեն բարգեւված եւ նորից Աստծո ցերկը խարմ է այս ամեն ինչի մեջ, որ ինքը օժտվել է այն արժանինքներով, որ կարողանա այդպիսի հրաշալի մի ընթորինակություն անել, որովհետև դա միայն ընթորինակություն չէ, մենք բոլորս դա հասկանում ենք։ Եվ այս արիթը, որ նորից ու նորից փառք Աստծո, որ մեզ ընձայում է Տերը, որ մենք հավաքվենք եւ կարողանանք մեր ուժերը համախմբվելով այս հրադարագության միջոցով կյանքի կոչենք եւ շարունակենք եւ մեր չափով կարողանանք վեր ընձայել այս Մադյանի հրաշագործությունը մեր չափով։ Երախտապարտության մեր խոսքը, մեր նարեկացի արվեստի միությունը ավանդույթներ ունի, որ մենք հբարդությամբ ընձայում ենք փոքրիկ նվերներ եւ սպասանայր մեծակույն ինձ համար պատիվ է, որ այն ինչ որ հիմա ցերկս բռնած եմ ցեզ նվիրեմ, բայց մի փոքրիկ բացատրություն անեմ խոստովանության նման, ուրեմն մենք կհավատանք, որ ի վերուստ մեզի դրված է օրհնության նման դիտխոս փոխանցելու իրավունք։ Եվ մենք այս նվերը, որ շատ խորհրդանշական է, անվանում ենք հայ մշակույթի դեսպան։ Եվ այդ չենք այստեղ արձանագրության մեջ չկա, այստեղ միայն գրված է Պապկեն arczepiskopos Չարյանին առաջնորդ Կանադայի հայոց թեմի, Archbishop Papken Charian, Armenian Prelacy of Canada։ Միայն այդպես են գրել, բայց ես չգիտեմ, եթե նույնիսկ իրավունք ունիմ կիսվելու այդ, բայց ես ուզում եմ կիսվեմ եւ ուզում եմ ասել, որ մենք հայ մշակույթի դեսպանի դիտխոսը նաեւ մի թաքուն միտեղ այս միգուցե այս խաչքարի յետևն է թաքնված, բայց ինքը կա եւ ես մեծ սիրով ուզում եմ ցեզ ընծայել այս մեր նվերը։ Սիրելի հարազատներ, սիրելի բարեկամներ, իրավես հուզիչ է բահը, բայց միաժամանակ հբարդությամբ կլեցնե մեր սիրտը, որովհետև հբարդությամբ կսեմ, որովհետև քիչ առաջ
Հավական ընչեցին խոսքեր, որոնք իրական մեզ գզորացնեն, ճշմարտապես մեզ գհզորացնեն, որովհետև մենք կտեսնենք, որ մեր մեծերը, հանճարները չեն մեռնիր, անմահ են։ Եվ ավասիկ, այսօր այս բահը նաև մտածել տվավ ինձի, որ մենք որքան սկսած ենք հեռանալ մեր հոգեմտավոր արժեքները։ Այսպիսի բահը ես կհավատամ, որ հսկա բազմություններ պետք է համախմբվեին և լսեին այս մասին։ Խոստովանիմ, որ ես չէի գիտեր, որ Սայաթ Նովան նարեգացի են կետ ոչ ամբողջական, բայց ընդօրինակած է 1761 թվականին Բարսկաստանի Անզալի քաղաքի մեջ։ Եղած եմ ես այդ քաղաքը, եղած եմ այնտեղ, ուր ինք ծառայած է։ Հայ հոգևորականը ծառայած է որպես հոգևոր հովիվ իր համայնքին հոգևոր սնունդ չամպել։ Այսօր երկու երեսները այստեղ բերվեցան և այդ մասին խոսվեցան, հոգևորական և նաև միաժամանակ քնարերկակ, աշուղ, բանաստեղծ, սիրո երգիչ ի վերջո հոգևորական լալով չթատրած սիրել է։ Աստված, որպես սիրո Աստված, բացարձակ սիրո Աստված, իբրև իր քերակրում սիրո արտահայտությունը մարդուն ցերկ երկարելու աշխարհ ղրգեց իր միացինը։ Եվ իրավես, երբ այսօր մենք խոսենք նարեգացիի մասին, դիեզերական վարդապետի մասին, որ հռչակվեցավ, Հռոմի մեջ կաթոլիկ եկեղեցվում է։ Այսօր մենք Սայաթ Նովայի միջոցով և այնքան գեղեցիկ ըսվեցան գամուրջ, սեպսերմուն, շատ գեղեցիկ էին բնութագրումները, իրապես մենք այսօր Սայաթ Նովայի միջոցով դարձյալ նարեգացին լսեցինք, նարեգացին շնչեցինք, նարեգացին ապրեցանք։ Մեր մեծերը բեք չեն մեռնին և չեն մեռնիր այնքան ատեն, որ մենք գաբրեցնենք, գլսենք և իրենց միջոցով մեր հայացքը կդարձնենք առ ամենաբարին, ամենամեծը, ամենագարողը։ Ես նարեգացի մասին չեմ ուզեր խոսել, այնքան խոսվեցավ, բայց երբ իրապես մեր ժողովրդի կյանքի մեջ բարձի գիրք դարձած է, Աստվածաշունչեն հետո ամենասուրբ գիրքը դարձած է և ու պետք է մնա։ Ոչ թե միայն սոսկ բարձի տակ թրվելու, այլ իրապես ապրելու, իրապես զգալու, որովհետև երբ նարեգացին դարձած, ոչ սոսկ բարեր բանաստեղծական, այլ իրապես գզգաս, որ նարեգացին մեզ մե յուրաքանչյուրին սրտի կանչն է կարծես առաստված, զգալու որքան, որ մենք փոքր ենք մեծության թիմաց, որքան տգար ենք այդ զորության թիմաց։ Նույնալ Սայաթ Նովան։ Այսօր ես ուզեմ իրավես շնորհակալություն հայտնել նախ Նարեկ արվեստի այս կետրոնի հիմնադիր տնօրենին, Նարեկին և իր բոլոր աշխատակիցներին։
Շնորհակալություն հայտնել Մաշտոց մատեատարանին, որուն համագործակցությամբ այսօր մենք կրցանք այս գեղեցիկ արվեստի փորձը ասենք ցերակիրը նմանահանված ցերակիրը ընդօրինակված Սայաթ Նովայի կողմէ այսօր լույս աշխարհ սփռել նաև բոլոր անոնց որոնք ես անունները եթե ասեմ դրանամ սխալիլ որոնք աշխատած են եւ մասնակցած են այս մեծ աշխատանքային խմբային աշխատանքային այս պատկերին շնորհակալություն Դանիել Երաժիշտին Հանդիսավարին մեր նովա խումբին երդասարտներուն նաև արվեստագետներուն որոնք այսօր այստեղ նվագեցին մեկ խոսքով մեզի դվին բարգևը թե նարեգացիին եւ թե Սայաթ Նովային ընդմեջեն տեսնելու այն գեղեցիկը այն մեծը այն ուսուցիչներուն ուսուցիչը մեծակուն վարդապետը դերը եւ իրավես մենք երբեմն երբ ունենանք պահմը այսպիսի եւ նարեգացի մասին խոսենք ես գերտամ ավելի առաջ այսօր նարեգացին մենք պիտի չգարտայինք պիտի չունենայինք եւ քիչ առաջ այնքան գեղեցիկ ասմունքեց պիտի չունենայինք այդ քրափար լեզվով ոսկերնիկ լեզվով նարեգացին եթե չունենայինք մեսով մաշտոցը եթե չունենայինք թարգմանիչները եթե Աստված մեզ հայերեն չխոսեցնեին նարեգացին այդ աստվածային նախակնամությամբ լսեց ինք խոսեցավ ու այսօր մեզ կխոսեցնե այս է ամենակարևոր ես կհավատամ քիչ առաջ նաև գեղեցիկ նաև մատնանշումներ կատարվեցան Սայաթ Նովայի ազգության ով ըլլալուն Բարոն Տոմաս Պողոսյանն բացատրեց Դանիել Երաժիշտն բացատրեց ասկե ավելի ինչ հիմք պետք է երբ նարեգացի գնթորինակ է գնշանագե որ նարեգացի կգարտա գնշանագե որ նարեգացի են ներշնչված է գնշանագե որ նարեգացին գաբրի ու պիտի շարունակի ապրիլ Սայաթ Նովան գաբրի ու պետք է շարունակվի ապրիլ եւ կհավատամ որ մենք ինչ ուզեմ թողոսեմ վահագնան ասել այս եկեղեցին մզգիթ էր ադրբեջանական վահագնան ասել որ այս մեծը հայ չէր բայց հայությունը ազգությունը նյութական շենքով բադով նյութով չէ այդ ոգիով աստվածաշունչը գսե գրնան մեր մարմինները սպանել բայց չեն գրնար մեր ոգիը սպանել այս ոգին չի մեռնի եթե մենք չմեռցնենք այս ոգին է պետք որպես մենք ապրենք որպես մենք կարողանանք շարունակել մեր հոգեմտավոր արժեքներով հզորանալ եւ շարունակել մեր պայքարը նոր Դանիել Երաժիշտներ գծնին նոր Տոմաս Պողոսյաններ գծնին նոր Հրաչյա Ռոխիգյաններ գծնին եւ պիտի ծնին այնքան ադեմ որ մենք այս ոգին կբահենք այս ոգին պետք չէ մեռնի ու չի մեռնի այնքան ադեմ որ մենք կփորձենք հավերժացնել Ներսեց 5-րդ կաթողիկոսը ասել է այսօր պետք է պահենք մեր լեզուն եւ մշակույթը վաղը ուշ կլինի պետք է առաջնորդվենք նաթևավոր խոսքով եւ ուզում եմ հավելել որ հայրս որ նկարել է Դադեկացուն ասել է մի մատուցանել բաժակդառնության իժան ծառահու այսպես ձեռքով է արել եւ այդ օրացույցը ես անպայման պետք է նվիրեմ Նարեկացու կենտրոնին